Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Շնորհակալություն, այլ հարցեր հիմնական զեկուցողին։ Խնդրեմ, Շնորհակալ եմ շատ, այնուամենայնիվ Տիկին Վարդանյան, նշեիք գոնե որևէ հեղինակավոր կառույց, որ հաստատում է, որ Հայաստանի Հանրապետությունում հենց հիմա կան խաղբանտարկյալներ եւ կարող է այս համատեքստում հիշեցնեիք, որ թվականներից է խոսվել, որ թվականներում է Հայաստանի Հանրապետությունում ըստ միջազգային կառույցների եղել խաղբանտարկյալներ։ Գիտեք, ես ցավով պետք է արձանագրեմ, որ այս պահին միջազգային կառույցները կարծես թե իրեն ճգնաժամի ինչ որ փուլում են գտնվում, որովհետև ես ինքս էլ շատ երկար ժամանակ բարձրացրել եմ խաղբանտարկյալների խնդիրները, քաղաքական հետապնդման ենթարկվողների խնդիրները եւ այն ժամանակ էլ գիտեի, որ եթե քո առջև դատական համակարգ է, որտեղ որ արդարադատության եւ օրենքի եւ իրավունքի գերակայության հասնել չի կարելի, ապա այս հարցում քեզ աջակից են լինելու միջազգային կառույցները եւ նախորդ իշխանությունների ժամանակ հենց միջազգային կառույցների աջակցությամբ է եղել, որ հաղթահարվում էին որոշակի խնդիրներ։ Այսօր մենք մեր խնդիրների հետ մենակ ենք մնացել եւ թերևս միջազգային կառույցները այս պահին դիտորդի կարգավիճակում են, թեև ԵԽԽՎ-ի համազեկուցողների կողմից եղել են հիշատակումներ ժողովրդավարության խախտումների հետ կապված, պետդեպի կողմից է եղել հիշատակումներ ժողովրդավարության խախտումների հետ կապված, այնուամենայնիվ խաղբանտարկյալ ճանաչելու հնարավորությունը 1900 բանաձևը չի սահմանափակում միայն միջազգային կառույցների կողմից ճանաչելու հնարավորությամբ։ 1900 բանաձևը հնարավորություն է տալիս ցանկացած քաղաքական, հասարակական կազմակերպության, ինչպես նաև անձի, ուրեմն դրույթների չափանիշների հիման վրա կանոնավորված անձանց դիտարկել խաղբանտարկյալի կարգավիճակին համապատասխան։ Էլի եմ ուզում անդրադառնալ 13.011 զեկույցին, որտեղ հենց նշում է, որ պետության պարտավորությունն է հանդիսանում ապացուցել հակառակը, որ անձինք չեն հանդիսանում խաղբանտարկյալներ, այսինքն ապացուցել, ժխտել այդ փաստերով, որ անձը հանդիսանում է խաղբանտարկյալ, իսկ ինչպիսի փաստեր պետք է ներկայացնի, ուրեմն այստեղ մի քանի հիմնական հանգամանքներ են նշում զեկույցը, խոսքը վերաբերում է ուրեմն նրան, որ մեղադրանքի արժանահավատությունը պետք է ապացուցվի, մեղադրանքը եւ դատավճիռը համեմատականության մեջ պետք է համաչափ լինեն հանցագործությանը, որը որ օրինակ Միքայել Սրբազանի դեպքում խիստ կասկածի առարկա է դառնում, անձը խտրական կերպով չպետք է կալանավորված լինի այլ անձանց հետ եւ արդար դատավարությունը պետք է որ ապացուցված լինի, ինչը էլի անկախ դիտորդի մոտ խիստ կասկածներ է թողում։ Արձագանքում եք Շնորհակալ եմ շատ, Տիկին Վարդանյան, տեսեք, դուք հնչեցնում եք ձեր կարծիքը, հղում անելով նաև արդար դիտորդին, որ կասկածներ է հարուցում, բայց այս դեպքում պետք է արձանագրենք, որ այս պահի դրությամբ որևէ փաստական հիմք չկա այդ մարդկանց համարել խաղբանտարկյալներ։ Բացի այդ հիշեցնեմ ձեզ, որ խաղբանտարկյալներ հիմնականում Հայաստանում եղել են 2008 թվականի մարտի 1-ից հետո ամենաշատը այդ ժամանակ է խոսվել խաղբանտարկյալների առկայության վերաբերյալ եւ վերջում էլ միեդի որոշումը բոլորիդ արդեն ծանոթ է, որ զոհերի մեծ մասի դեպքում Հայաստանը խախտել է նրանց հենց կյանքի իրավունքը, այսինքն այս դեպքում թույլ տվեք ասել, որ այսպես դիմահար կրակով այն ժամանակ է եղել հետընթաց ժողովրդավարությունից, երբ որ ոչ միայն սպանվեցին մարդիկ Հայաստանի Հանրապետությունում, Երևանի կենտրոնում, այլ սպանվեց նաև ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը, կամքի ու խղճի ազատությունը։ Այդ ժամանակ է եղել ժողովրդավարական հետընթաց Հայաստանի Հանրապետությունում։ Բայց պետք է նշեմ, որ նախորդ նիստերից մեկում էլ նույն նմանատիպ ճգնաժամային իրավիճակների մասին խոսելիս հայտարարություններ բերել նաև Մամիջանյանը եւ այնքան հետարքիր այսպես ուղիղ գիծ եմ տեսնում այս երկու հայտարարությունների մեջ։ Մամիջանյանը կարծես ամբողջությամբ նկարագրում էր Սերժ Սարգսյանի կառավարման տարիների վերաբերյալ այն ճգնաժամը, որի հիմքով տեղի ունեցավ հեղափոխությունը, հիմա նույն տրամաբանությամբ դուք եք բերել այս հայտարարությանը, դա էլ իմ անձնական կարծիքն է, շնորհակալ եմ։ Ես ցավոք սրտի պետք է արձանագրեմ, որ մենք ցանկացած
քննարկում էլի տանում ենք ներկա նախկին այս խոսույթի շրջան, այսինքն դες ասում ենք այս պահին արկա են քաղբանտարկելներ, ասում ենք քաղբանտարկյալները նախկինում են, այո նախկինում խնդիրներ եղել են, որը մեկը չի կարող դա հերքել եւ դրա մասին ես ինքս էլ բազմաթիվ անգամներ խոսել եմ, բայց մենք այսօր քննարկում ենք այսօրվա արկա իրավիճակը, այսօր են մարդիկ բանտերում գտնվում Նախկիններում երբևէ 3 arczepiskopos կամ 2 arczepiskopos եւ 1 եպիսկոպոս բանտարկված չի եղել։ Ինչ վերաբերում է թե ուրեմն չենք ապացուցում, որ քաղբանտարկյալ են, մենք չպետք է ապացուցենք, որ իրենք քաղբանտարկյալ են։ Իշխանությունները, պետությունը պետք է ապացուցի, որ նրանք քաղբանտարկյալ չեն հանդիսանում։ Բարբերաբար ասում են, այս մարդիկ քրեական հոդվածներով դատապարտվող մարդիկ են։ Եկեք պետք է խնդրեմ մի փոքրիկ ձայնագրություն միացնեմ, այս ձայնագրությունից հետո շարունակեմ խոսքս, հա։ Համար ուղղակի մի դիտարկում։ Խորհրդային միության ժամանակներում բոլոր քաղբանտարկյալներին դատել են խորհրդային միության քրեական օրենսգրքի հոդվածներով։ Այսինքն երբեք որևէ երկրում քաղաքական բանտարկյալների դատավարության օրենսգիր կամ քաղաքական հանցագործությունների օրենսգիր գոյություն չունի։ Բոլոր երկրներում էլ դատվում են քաղաքական բանտարկյալները քրեական հոդվածներով եւ այսօր էլ Հայաստանի իշխող կուսակցության բազմաթիվ հիմնադիր անդամներ դատապարտվել են խորհրդային միության քրեական օրենսգրքով նախատեսված հոդվածներով եւ Այսինքն, այս միակ դեպքն է երևի թե, որ ես համաձայն եմ ձեր քաղաքական կուսակցության առաջնորդի հետ, որովհետև քաղաքական հետապնդման ենթարկվողները եւ քաղաքական դրդապատճառներով կալանավորվածները դատապարտվում են քրեական օրենսգրքով։ Այո, չկա որևէ այլ քաղաքական օրենսգիր, քաղաքական հանցագործությունների, քաղաքական դատավարությունների օրենսգիրք, որը որ այդ մարդիկ պետք է դատվեին, որ մենք համոզված լինենք, որ այդ մարդիկ ենթարկվում են քաղաքական հետապնդումների կամ հանդիսանում են քաղբանտարկյալ։ Բոլոր ժամանակներում այդպես է եղել եւ ձեր ժամանակ էլ է այդպես։